նախարարությունից կարծում եմ փոխնախարարը Տիկին Ժամակոչյանն է, որովհետև առիթ ենք ունեցի 2 անգամ իրենց հետ հանդիպել։ Իհարկե անարդյունք, այս դեպքում էլ իհարկե մեծ իլյուզիաներ չեմ փայփայում, բայց հույս ունեմ, որ իրենք հաշվի կառնել են կետերը, որոնք մենք իրենց առաջ ենք հաշվել։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ պետք է իրենք հաշվի առնեն, որ Արցախցին բեռ չէ Հայաստանի Հանրապետության ուսերին, որ իրենք ներկայացնում են բազմաթիվ անգամ։ Հայաստանի Հանրապետությունում գտնվելով Արցախցին, դա ներուժ է։ Իրենք լավագույն ֆիզիկներն են, քիմիկներն են, լավագույն պատմաբանները, չգիտեմ, լավագույն զինվորականները, բժիշկները, պետք է օգտագործել ներուժը, որպեսզի մենք հնարավորություն ունենք պահպանել իրենց այստեղ։ Այսօր մեր դպրոցներում մանկավարժների խնդիր ունենք, շատ ցածր աշխատավարձ է, բայց եկած մանկավարժները սիրով պատրաստ են աշխատել։ Այսինքն ամեն ձև հնարավորինս պետք է օգտագործենք այն ամեն ինչը մենք իրենց առաջ ենք հաշվում։ Նայեք, այս բնակարանային խնդիրը փորձում են ներկայացնել, որ դա գումարի կռիվ է, ոչ, դա գումարի կռիվ չի, դա կեցության գոյատևելու կռիվ է։ Ես օրինակները շատ բազմից եմ բերել։ Եթե մի տանը ապրում է մի պապիկ, ում որդին այրվել է պայթունի ժամանակ, ինքը ոնց ապրի այդ 48,000 կամ 53,000 դրամով։ Շատ լավ, եթե իրենց զրկում եք այդ գումարներից, խնդրում եմ սոցիալ նախարարությունը հաշվի առնի եւ պահի այնքան ժամանակ, մինչեւ որ ինքը կարողանա այդ ծախսերը հոգալ։ Այսպիսի խնդիրները շատ են։ Նայեք, երբ որ խոսում եք բազմազավակ ընտանիքների մասին եւ մեղադրանքներ են ներկայացնում, ինչու են այդքան շատ երեխաներ ունեցել, մենք պարտավոր չենք պահել։ Երբ որ այդ կինը, երբ որ այդ ընտանիքը երեխաներ էր ունենում, ինքն ապրում էր Արցախում, իր տանը, մշակելով իր հողը, աշխատելով դպրոցում կամ զինվորական եւ ինքը սիրով իր 5, 6, 7, 8, 9 նույնիսկ 10 երեխային պահել է գերազանց։ Հիմա հայտնվել ենք մի վիճակում, որ պետք է դուրս գանք, իրար մեղադրելով ոչ մի արդյունքի չենք հասնելու, համագործակցելով եւ այդ ներուժը հիմք ընդունելով պետք է մեկս մեկին թիկունքով կարողանանք դուրս գալ այս ճգնաժամից։